Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի օգոստոս ամսվա տարրո կանխատեսումը կարիճ նշանի համար։ Սիրելի կարիճներ, ինչպես միշտ հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձություններն ենք նայելու, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը ձեր կյանքում կզգաք, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր է և բոլոր կարիճներին է վերաբերում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ձեզ համար առհասարակ այսպես ընդհանուր ֆոնը նայելով շատ լավ ամիս է ձեզ սպասվում։ Ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ տղամարդու ներգործությամբ ձեր կյանք, ով ծնված կլինի հողի տարերքի ներքո, դա է ցուլ, կույս կամ այծեղջյուր, այս տղամարդը կարող է լինել թե նոր ծանոթ, թե ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամից որևէ մեկը։ Իսկ եթե ոչ նա է, ոչ նա, ապա ուղղակի պետական համակարգի հետ կապված ինչ-որ հարցեր կլինեն, գումարի հետ կապված հարցեր։ Բայց դրական է, ընդհանուր ֆոնը նայելով, այնպես որ ինչ-որ դրական ազդեցություն կունենա այս տղամարդը ձեր կյանքում։ Ամսվա կեսերին, մինչև կեսերը թեկուզ, այստեղ ձեզ հաջողությամբ ավարտ է սպասվում։ Հաճախ այս քարտը խոսում է նոր բնակարան ձեռք բերելու մասին, տեղափոխվելու նոր բնակարան, նոր բնակության վայր նման հարցեր կարող են առաջանալ։ Նախորդ քարտն էլ հենց ասում է դրա մասին, որ գումարի հետ կապված հարցեր կլինեն և ամեն ինչ ձեզ համար լավ կլինի։ Եթե ոչ անշարժ գույքի ձեռք բերում, ապա հնարավոր է օրինակ հաջողությամբ բացեք ձեր բիզնեսը, հաջողությամբ ձեր գումարները ինչ-որ գործում ներդնեք, նման ինչ-որ հարցեր կառաջանան։ Ամսի կեսերին ձեզ օգնություն է սպասվում, օգնություն գուցե նվերի տեսքով, գումարի տեսքով, ֆինանսների տեսքով, տարբեր կլինի, բայց որ օգնություն կլինի, դա հաստատ։ Եվ բնականաբար ձեզ համար դա կլինի անսպասելի, ուրախ երջանիկ։ Հաջորդ քարտը խոսում է մեզ նրա մասին, կրկին, կարծես բոլոր քարտերը ձեզ ասում են, որ պետք է տեղափոխվեք նոր բնակության վայր, նոր անշարժ գույք, նոր ֆինանսներ, նոր բիզնես, նոր հնարավորություն, նոր շանս, նոր դուռ ձեր առջև կբացվի։ Կարևոր է, որ կատարեք, գնաք առաջ, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, գումարը կլինի տեղում, կարծես ինքնավստահությունը կլինի տեղում, գումար և կստանաք և կունենաք, կարծես դուք կունենաք ձեր հավաքած գումարը և ինչ-որ տեղից էլ կրկին օգնություն կստանա։ Կարող է այդ օգնությունը օրինակ վարկի հետ պայմանավորված լինի, օրինակ ցանկանաք անշարժ գույք ձեռք բերել, մի մասը ունենաք, մյուս մասը վարկ վերցնեք, կամ որևէ մեկը ձեզ օգնի այդ գումարը ձեզ ժամանակավոր տրամադրի։ Ինչ-որ նման հարցեր կարող են առաջանալ, բայց հիանալի է, առհասարակ ամիսը ձեզ համար հիանալի է, գումարի տեսքով, նյութական արժեքների տեսքով ամեն ինչ հիանալի է։ Այժմ նորալուսնի ու լիալուսնի էներգիան ներկայացնեմ, կրկին շատ լավ քարտեր են դուրս եկել, առաջինը լիալուսին է լինելու ամսի 7-ին, ներողություն ամսի 9-ին, մի քանի օր առաջ և մի 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ այս լիալուսինը ձեզ կբերի նոր դուռ, նոր հնարավորություն, կարծես վերջապես ինչին որ դուք ուզում էիք, ինչ որ սպասում էիք, ձեզ համար այն հաջողությունը կլինի, որ այն ամեն ինչ ուզեք ձեր ձեռքի տակ կլինի, որպեսզի դուք ձեր ուզածը անեք, ձեր քայլերը կատարեք, կարծես ամեն ինչ որ ձեզ պակասում էր, կգա ձեր ձեռքի տակ այսպես ամեն ինչ ու ամեն մեկը մի ոլորտում իր այդ գործը, իր նոր քայլերը կսկսի։ Եվ կունենանք նորալուսինը կլինի ամսի 23-ին, կրկին մի քանի օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, այստեղ ձեզ կգա որևէ կին, ով ինչ-որ հարցում ձեզ համար նոր ինչ-որ սկիզբ կբերի, նորություն գուցե իմանաք այս կնոջ մասին, նա ծնված կլինի օդի տարերքի ներքո, դա է երկվորյակ, կշեռք կամ ջրհոս, այս կնոջ հետ կապված նոր սկիզբ, նոր հնարավորություն, գուցե նոր հարաբերություններ, հնարավոր է նաև ուղղակի դուք դառնաք ավելի հստակ, ավելի ձեր մտքերը արդեն իմանաք ինչ եք ուզում։ Հնարավոր է օրինակ նոր հարաբերություններ սկսվեն նման կնոջ հետ կամ ունենաք նոր գոլեգա եւ այլն։ Այսքանը սիրելի ընկերներ կապված այս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, տեսություն։